11 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջը բարև ձեզ։ Ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ բժիշկ урոլոգ Գևորգ Գրիգորյանին։ Սակայն մինչև զրույցին անցնան ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Ծովակալի Սակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք այս հաղորդման ընթացքում ուզում ենք խոսել տղամարդու առհասարակ պտղաբերության մասին, չեմ ուզում անպտղություն ասել, փորձենք մի քիչ դրականով սկսել, հա։ Եվ եթե տարիներ առաջ ցանկացած պարագայում, երբ ամուսնական զույգի մոտ չէր գրանցվում հղիություն, ամբողջ շեշտադրումը սլաքները գնում էին կնոջ կողմը եւ մեղադրանքների տեղատարափը թափվում էր կնոջ գլխին։ Փառք Աստծո, նաև լուսավորչական աշխատանքները, ինֆորմատիվ դաշտը բերեցին նրան, որ մեր հասարակության ինքնագնահատական է, ինքնադրսևորումը, կրթվածությունը, այսպես կարող եմ շարունակել, այնքան բարձրացավ, որ մենք հասկացանք, որ այս հարցում 50-50 է եւ երկուսն էլ ճակերտավոր ասած իրենց մեղքի բաժինն ունեն։ Հետևաբար ուզում եմ այս մասին խոսենք եւ տղամարդկային գործոնը բարձրաձայնենք, որոնք են այն խնդիրները, որոնք բերում են անպտղության։ Նախ սկսենք նրանից, որ այս վերջի ընդամենը 10-12 տարվա ընթացքում այդ մեծ քայլը արվել, որ բավականին մեծ քայլ Հայաստանում ընտանիքները սկսել են հասկանալ, որ մեղքի կեսը մի կնոջ մոտ է, կեսը տղամարդու մոտ է եւ առհասարակ օրինակ մենք բժիշկներս դիտարկում ենք, որ դա զույգի խնդիրն է։ Չենք տարանջատում։ Այսինքն զույգը ունի խնդիր, բուժում ենք տղամարդուն կամ բուժում ենք կնոջը, կամ երկուսին ենք բուժում։ Այո։ Բայց այդ մեծ քայլը, որ մարդիկ սկսեցին հասկանալ, դա իրականում տիտանական աշխատանք էր բուժաշխատողների կողմից, բազմաթիվ եթերներ, ներառյալ ձեր մոտ, մենք քանի անգամ ենք զրուցել միասին ձեր եթերներում, որ տղամարդը ունի խնդիր, եթե տղամարդը կարող է հիվանդանալ։ Այո, տղամարդը ունի խնդիր, որ ինքը իրան ավելի վատ է նայում, ավելի ուշ է հետևում, ավելի ուշ է դիմում բժշկի, դրա համար կնոջ մոտ օրինակ անհամեմատ ավելի հեշտ կարա ընթանա այդ ամեն ինչը։ Տղամարդու մոտ այդ ամեն ինչը բարդանում է։ Հիմա պտղաբերության առումով վերջին 1-2 տարվա ընթացքում տղամարդու պտղաբերության ցուցանիշները շեշտակի աճել են ու շատ վատ բան հիմա պետք է ասեմ 23 թվականի UNFPA-ի զեկույցից եմ ես դա ցիտում, ով հետաքրքրված է կարող է բացել նայել Հայաստանի Հանրապետությունում անպտղության տոկոսը կազմում է 16.2%։ Այն պարագայում, երբ առողջապահական համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ 15%-ից ավել եթե լինում է անպտղություն, դա ոչ թե սոցիալական խնդիր է, արդեն իսկ, այլ ազգային անվտանգության խնդիր է։ Հիմա մեր մոտ 15-ից անց է, 1-2% ավել է։ Էն էլ մեր երկրի համար, որը որ քրոնիկ պատերազմող է, որի պատերազմի ընթացքում չեմ էլ ուզում հիշեմ, բայց մեծ թվով տղամարդիկ մահացան, զոհվեցին Եվ մենք այսօր ունենք էլի անպտղության բարձր շեմ ու ինչով ենք լրացնելու մենք մեր կորուստը, այսինքն դա շատ լուրջ խնդիր է եւ տղամարդկանց այդ պտղաբերությանը խանգարող հիվանդությունները ցավոք, բայց շատ հաճախ լինում են առանց որևէ դրսևորման, դրանում էլ հենց վտանգն է Օրինակ, մոտ 40% դեպքերում վարիկոցելը կոչվող հիվանդությունն է, որը որ սերմնալարի երակների վարիկոզ լայնացումն է։ Սկզբնական շրջանում, այսինքն առաջի մի 5-10 տարին ինքը կարող է որևէ սիմպտոմ չունենա։ Շատ հազվադեպ լինում է ցավ, դիսկոմֆորտ եւ այլն, բայց գլոբալ առումով Այո, գլոբալ առումով կարող է տղամարդը ոչ մի ախտանիշ չունենա եւ զուտ պատահական սերմը հանձնելու ժամանակ հասկանա, որ սերմը 0 է։ Որտեղ վարիկոցել են, սերմը կարող է ընդհուպ մինչև 0-ական մակարդակի հասցնել։ Չենք խոսում հետագայում, օրինակ, չգիտեմ, տղամարդ կա, որ չի ուզում երեխա ունենա կամ չի ուզում վարիկոցել են վիրահատի, ասում է ես սենց մնում եմ, այդ վարիկոցելն իր սև գործը շարունակում է, որովհետև սկսում է ընկճելով ամորձին նվազեցնել նաև տեստոստերոնը։ Տարիքի հետ այդ տղամարդու մոտ սեռական ցանկությունն է սկսում կորել, սեռական ֆունկցիան է սկսում տուժել, այսինքն բավականին լուրջ խնդիր է առաջացնում մի հատ հիվանդություն, որի բուժումը ընդամենը 15 րոպեանոց վիրահատություն է։ Բայց քանի որ տղամարդը չգիտի էլ դա ինչ է, այսինքն ինքը նայում է անատոմիական նորմա է, օքեյ, սեռական ֆունկցիաս խանգարված չի դեռ, օքեյ, եւ այլն, սա լավ է։ Ու պետք է իրան, ոնց որ ասած, ուղղորդել դեպի բժիշկը, որպեսզի ինքը գնա, հետազոտվի, հասկանա, որ ինքը խնդիր ունի։ Առաջինը դա է։ Շատ մեծ տոկոս դեպքեր վերջի տարիներին ունենք հորմոնային խնդիրներով պայմանավորված, այսինքն
կանացի ձևով գիրացած տղամարդկանց սերմի որակը, որը որ տեստոստերոնը ցածր է ալնում, կանացի հորմոնները բարձր են ալնում, բնականաբար սերմը սկսում է տուժել, որովհետև տեստոստերոնը դա այն վառելանյութն է, որը պետք է ամորձին վառի, որ կարողանա սերմ արտադրի։ Հիմա եթե ցածր է, բնականաբար սերմն էլ է քիչ։ Եվ բնականաբար մենք ունենալու ենք խնդիր։ Փառք Աստծո, օրինակ մեր կլինիկայում, որ մարդիկ գալիս են հետազոտվելու, առանց տղամարդու սերմի քննության մենք չենք սկսում ոչ մի բան։ Այսինքն այդ տղամարդը այո, որովհետև տեսեք, խնդիր կա է, կանանց հետազոտելը, որպեսզի հասկանանք կնոջ վերարտադրողական առողջությունը ինչ խնդիր ունի, արժենում է մոտավորապես 200,000-ից 300,000 դրամ։ Տղամարդու մի հատ սերմի քննությունը արժի 10,000 դրամ։ Այսինքն եթե այդ տղամարդը ունի խնդիր, այդ տղամարդու խնդիրը թողած մենք կնոջը ընկնում ենք ինչ-որ հարյուրավոր հազարների հետազոտություններ ենք անում, որ ախտորոշենք։ Եկեք տղամարդուց սկսենք, կարող է տղամարդու մեջ է խնդիրը։ Որովհետև տղամարդկանց մոտ այսպիսի մի տարածված կարծիք, կարծրատիպ կա, այս կարծիք էլ չեմ ուզում ասել։ Եթե սեռական ֆունկցիան չի խաթարվել, ուրեմն ինքը առողջ է։ Վերջ, ինքը Կա առողջ տես է։ կարծրատիպ, որովհետև մեր տարածաշրջանի տղամարդիկ եւ առհասարակ անկեղծ ասեմ Եվրոպայում էլ Ամերիկայում էլ Չինաստանում էլ այդ տղամարդկանց մի ստվար զանգված կա մեծամասնություն զանգված այսպես ասած ովքեր որ իրանց կյանքը պատտվում է իրանց արտաքին սեռական օրգանների շուրջը ու դա ավելի արտահայտված է ալնում զարգացող երկրներում դա ավելի արտահայտված է ալնում սարեցիների մոտ ճակերտավոր ասած, այսինքն մենք դե սարեցի ենք, չէ, ասենք ու եթե իր սեռական ֆունկցիան լավ է, օքեյ է, ուրեմն ինքը առողջ է։ Ես ունեցել եմ դեպք իմ պրակտիկայի ընթացքում, երբ տղամարդը սրտային խորը անբավարարություն ուներ ու ամբողջ որովայնը հեղուկ էր հավաքված, բայց ինքը կռիվ էր անում, որ իր փոշտում էլ է հեղուկ հավաքված ու ասում էր բժիշկ, էսա կարևորը էսա, ինքը շատ վատ բան եմ ասում, բայց այն որ նայում էի սիրտս ճմռվում էր, ինքը մահացող հիվանդ էր, ինքը այդ գիշեր մահացավ, բայց իր համար իր շնչահեղձությունը, իր այդ հեղուկը, իր սիրտը չէր կարևորը։ Իր համար այդ փոշտում կուտակված հեղուկն էր կարևորը, ու ինքը դրա համար վիճում էր, կռվում էր եւ այլն։ Այսինքն տղամարդկանց համար արտաքին սեռական օրգանները դա ոչ թե ուղղակի ասենք թոքերի սրտի, չգիտեմ, ստամոքսի նման օրգան է, դա իր կյանքի ոնց ասեմ, ստատուսն է, իր տղամարդկությունն է, իր բնավորությունն է, իր, չգիտեմ, գլուխ գովալու ինչ որ բանա գործոն է, տղամարդիկ այդպես են վերաբերվում։ Դաստիարակությունից է գալիս, մենտալիտետից է գալիս, մի շարք բաներ կա, բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Ու հետեւաբար մենք պետք է փորձենք այնպես անենք, որ այդ տղամարդկանց ուղղորդենք բժշկի։ Շատ մեծ դեր ունի այստեղ վերարտադրողական առողջության մասնագետը, որոնք հիմնականում կանայք են, ու բնականաբար երբ որ զույգը գնում է հիմնականում կին մասնագետի մոտ, հիմնականում կինը տղամարդու վրա զրոյական ուշադրություն է դարձնում կամ ինչ որ դեղ է նշանակում, ասում է խմի կանցնի, եթե չանցավ մի բան կանենք, այսպես ինչ որ, ու կնոջն են էլի սկսում ուշադրություն դարձնել։ Երբ որ վերարտադրողաբանը, այսպես ասած, գործի գիտակ է լինում ու հոյակապ հասկանում է, որ օրինակ կարա խնդիրը տղամարդուց էլ լինի, միանշանակ ուղարկում է ուրոլոգիա, անդրոլոգի մոտ, համատեղ վարում ենք, դրա համար օրինակ, չգիտեմ, մեր կլինիկայում 65% դրական հղիություն ունենք, որտեղ զբաղվում ենք թիմային, ոչ թե վերարտադրողական բժշկության մասնագետը քաշում է իր կողմ, այսինքն կգաս քեզ էս կանենք, չգիտեմ, ուրոլոգը քաշում է իր կողմ, կգաս կվիրահատեմ եւ այլն։ Վերարտադրողական բժշկությունը առհասարակ թիմային աշխատանք է պահանջում եւ շատ կարեւոր է որ այդ թիմը կայացած լինի, որովհետեւ երբ որ սկսում է ժողովրդական լեզվով ասած ձեռքից ձեռք հիվանդի խլելը, տուժում է հիվանդը։ Այո։ Անկեղծ, հա, բժիշկը մի հատ պակաս կվիրահատի, մի հատ պակաս կբուժի, մի հատ պակաս էկոկանի, չի տուժի, բայց այդ հիվանդը կտուժի, չէ։ Ի վերջո իր ոչ առողջական խնդիրը կլուծվի, ոչ իր սոցիալական խնդիրը կլուծվի, այսինքն ինքը չի։ Այո։ Ես ուզում եմ այսպեսի մի բան հասկանալ։ Մենք սկսեցինք ավելի շատ այս մասին խոսել, տարատեսակ զրույցներ, on-line հարթակում, offline հարթակում բարձրաձայնել։ Դրա համար հասկացանք, որ այո, տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղությունը շատ բարձր տոկոս է կազմում։ Թե մեր կենսակերպը, մեր կյանքը, մեր, այսպես ասած, օդն ու ջուրը նպաստեցին, որ տղամարդիկ եւս ունենան շատ խնդիրներ։ Տեսեք, շատ երկակի հարց եք տալիս, շատ վտանգավոր հարց եք նույնիսկ տալիս, ասեմ հետեւյալը։ Բնականաբար էկոլոգիան շատ մեծ դեր ունի, թունաքիմիկատները,
ստացած դեղորայքները, տարատեսակ հիվանդությունները, որոնք որ եկան, անցան ու բարբերաբար գալիս գնում են։ Շատ լուրջ ազդեցություն ունեն պտղաբերության վրա, բայց եթե տղամարդը ժամանակին դիմում է բժշկի, օրինակ, չգիտեմ, տարին 1 անգամ գնում հետազոտվում է, անհամեմատ ավելի հեշտ է այդ պացիենտի հետ աշխատել, այսինքն դու գիտես նույնիսկ եթե ինչ-որ խնդիր կա, մի տարի առաջ չկար, կամ 2 տարի առաջ չկար, այսինքն սա 2 տարվա խնդիր է, քո բուժման տակտիկան էլ է փոխվում։ Դա այդ մասով։ Ինչ վերաբերվում է մեր խոսալուն, այո, մենք խոսացել ենք, մենք խոսում ենք ու մենք դեռ շատ երկար ունենք խոսալու այդ մասին, որպեսզի շատ լայն շերտերին հասնի այդ տեղեկատվությունը, որովհետև տեսեք 2011 թվականին, երբ որ ես ավարտեցի իմ կլինիկական օրդինատուրան, ես ընդունվեցի վերարտադրողական առողջության կենտրոն աշխատելու ու այն ժամանակ ուրոլոգների մոտ, ու մինչև հիմա էլ, ասենք, տենց լավ ուրոլոգը համարվում է այն մեծ վիրահատությունները անողը։ Ու բնականաբար այդ վիրահատությունները անելու հետ մեկտեղ իմ հետաքրքրության շրջանակը դարձավ նաև անդրոլոգիան, որտեղ իմ համար դա նոր դաշտ էր։ Եվ ես սկսեցի այդ ուղղությունը զարգացնել։ Հիմա փառք Աստծո կան էլի շատ գրագետ անդրոլոգներ Հայաստանում, բայց այդ ուղղությունը զարգացնելը ու դրա մասին խոսելը ավելի շատ սկսել է երևի թե ինձնից, իմ ընկերներից, մեր էկոհամակարգից, որ ժողովուրդ տղամարդու առողջություն կոնցեպտ կա, տղամարդու անպատղություն կոնցեպտ կա, եկեք իրար հետ աշխատենք, եկեք իրար հետ փորձենք մի բան անել։ Ինչու էր մեր պապիկների ժամանակ, մեր հայրիկների ժամանակ 70-80 տարեկան, 65 տարեկան տղամարդիկ դեռ ունակ էին պտղաբեր լինելու, հա, այսպես եթե ասենք։ Հիմա 20-25 տարեկան երիտասարդ տղան արդեն ունի ձեր ասած 0 սերմ։ Ճիշտ եք, շատ տեղին հարց եք տալիս։ Հիմա ես կարող եմ դա վերագրել կենսակերպին, որտեղ մեր պապաները, մեր պապիկները, իրանք ոտքով տեղաշարժվող մարդիկ էին, իրանք ակտիվ ապրելակերպով ապրող մարդիկ էին, չգիտեմ, մեկը ինչ որ գործարանում, ինչ որ հաստոցի վրա էր աշխատում, անդադ ինչ-որ ֆիզիկական գործեր անում, մեկ ուրիշը, չգիտեմ, ոտքով գնում էր, ոտքով գալիս էր եւ այլն։ Հիմա ի՞նչ է։ Հիմա երեխաները իրենց երեխա ժամանակ, չգիտեմ, ավտոտնակների վրա բռնոցի էին խաղում, ֆուտբոլ էին խաղում եւ այլն։ Իսկ այնուամենայնիվ կյանքի որակը այլ էր։ Հիմա ի՞նչ է։ Մեքենայով, ծայրահեղ դեպքում տաքսիով, վերելակով, երեխաները պատվիրելով։ Այո, երեխաները ոչ թե խաղում են բակում, այլ խաղում են հեռախոսով, երեխաները ոչ թե կարդում են գիրք, այլ ամբողջ օրը այդ ռադիացիան ինչ որ էկրանների վրայից մուլտիկ են նայում։ Մեր կենսակերպը փոխվել է, ես բան չունեմ ասելու, հասկանում եմ իհարկե, չենք կարող մենք արգելենք, ասենք, եկեք հարմարություններից չօգտվենք, եկեք քարիդարում ապրենք, բայց առողջ լինենք։ Կյանքի որակ հասկացողություն կա, բայց այդ կյանքի որակի հետ մենք պետք է ընդունենք, որ այդ կոպեկը երկրորդ կողմել ունի, ինքը իր բացասական կողմերն էլ ունի ու պետքա ավելի ուշադիր լինել այդ ամենին, այսինքն եթե այն ժամանակ ասում ենք, որ 40 տարեկանից հետո տղամարդիկ ջան, տարին 1 եկեք բժշկի, այսօր ես ասում եմ սեռահասունությունից սկսած տարին 1 եկեք բժշկի, ժողովուրդ, որովհետև մենք ունենք նոր մարտահրավերներ, օրինակ, չգիտեմ, 20 թվականին կովիդը, ով գիտեր դա ինչ է, ոնց է եւ այլն, ով գիտի հիմա ինչա կատարվում, այսինքն ինքը կովիդը ազդում էր մազանոթների խցանում առաջացնելու միջոցով։ Հիմա ամբողջ տղամարդու սեռական համակարգը, վերարտադրողական համակարգը անօթավորումով է պայմանավորված։ Ամորձի մեջ միլիոնավոր մազանոթներ կան։ Հիմա մենք որտեղից իմանանք դա հետ կովիդյան է թե չէ։ Բայց օրինակ եթե ինքը 19 թվականին գար, 20 թվականին գար, 21-ին գար, 3 հետազոտությունը դնենք նայենք, ասենք ժողովուրդ, սա կովիդից է։ Մենք տվյալ էլ կունենայինք աշխարհին հայտնելու։ Ոչ միայն պացիենտին բուժելու, այլ, չգիտեմ, մի հատ հետաքրքիր հոդված կգրեինք, որ կովիդից հետո ժողովուրդ ջան, չգիտեմ, տղամարդկանց 10%-ի կամ 20%-ի կամ 70%-ի մոտ առաջանում է անպտղություն, որովհետև սենց է։ Այսինքն դրանով մեր գիտությունն է կզարգանար։ Հիմա պետքա նպաստել դրան, որ տղամարդիկ սկսեն դիմել բժշկի։ Նպաստող գործոններից մեկը կիրառում է։ Ինչի համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև ես ձեր հաղորդման անկախ նրանից ես եմ հյուրը թե չէ, ես ձեր հաղորդումը շատ սիրում եմ եւ միշտ դիտում եմ, որովհետև կարևոր ինֆորմացիա եք դուք կարողանում հասցնել տարբեր մասնագիտությունների վերաբերյալ ձեր դիտորդին ու թող ամեն հաղորդման մի տոկոսը իրանք յուրացնեն 5 տարի հետո իրանք կլինեն գիտակից մարդիկ, ովքեր որ կկարողանան իրանց երեխեքին, իրանց ընկերներին, ծնողներին
պատշաճ կերպով Ես միշտ բժշկի ասում, եթե տանել։ հաղորդումը դիտելուց հետո գոնե մեկ հոգի կփորձի հիշի, թե վերջին անգամ երբ է եղել բժշկի մոտ, մենք կարող ենք ասել, որ հաջողությամբ այս հաղորդումը եւս իրականացրեցինք։ Եվ եթե մենք տարիներ առաջ խոսում ենք կանխարգելիչ բուժօգնության մասին, ու շատերը մեզ ասում են, դե լավ, եթե ինչ-որ տեղից չի ցավում բժշկի գնալու իմաստը ո՞րն է։ Հիմա մենք եկանք հասանք այն հասարակական գիտակցմանը, որ բժիշկը պետք է ասոցացվի ոչ թե հիվանդության, այլ Առողջության հետ, իհարկե։ Եվ եթե մենք ամբողջությամբ հասկանանք, որ բժիշկը առողջության պահապանն է, ոչ թե հիվանդություն բուժող, մենք կարող ենք ասել, որ մեր միսիան կատարվել է։ Դա շատ լավ կլինի, դա այն պլան մաքսիմումն է, որ Կհասնենք։ իրականում դա շատ լավ կլինի։ Բայց խնդիրը ինչն է, որ մեր մոտ օրինակ կանխարգելիչ բժշկությունը, քանի որ առաջի այդ շերտը զարգացած չի, դա առողջ ապրելակերպն է, դա պատվաստումների ծածկույթն է եւ այլն։ Մենք երկրորդ շերտն է չենք զարգացրել, այսինքն առողջության առաջնային պահպանման օղակը։ Մարդիկ չեն վստահում պոլիկլինիկա գնան, բայց այնինչ պոլիկլինիկայում մենք ֆանտաստիկ լավ մասնագետներ ունենք, ովքեր որ պատրաստ են հետազոտեն, բուժեն, ճիշտ ուղղորդեն եւ այլն։ Այսինքն երկրորդ շերտը չունենք մենք։ Անվճար է նաեւ այնտեղ, սա գործոն լինի գնալու համար։ Մենք ոչ առաջի շերտը ունենք, ոչ երկրորդ շերտը ունենք։ Արդյունքում գալիս է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, պոլիկլինիկաների հերթերը այն մարդկանց կողմից, ովքեր որ, չգիտեմ, քրոնիկական հիվանդություն ունեն, գալիս են դեղ ստանալու կամ գալիս են, չգիտեմ, ինչ որ թուղթ վերցնելու եւ այլն, ստացվում է, որ մենք բևեռացված առողջապահություն ունենք, որովհետեւ մենք չենք կարողանում մեր պացիենտին ասել եղբայր, դու պետք է գնաս բժշկի, որովհետեւ բժիշկը քո վատը չի ուզում, բժիշկը ոնց որ ժողովուրդն ասում, քեզ չի գռփում, քեզ չի թալանում, քո ոչ մի օրգանը չի ծախում, բժիշկը ուզում է որ դու առողջ լինես, հավատացած եղեք։ Ես հուսով եմ, որ մենք այդ օրվան էլ հասնելու ենք եւ տարիներ հետո հաղորդման շրջանակներում խոսելու ենք ու հիշելու ենք, որ հիշում եք մի ժամանակ այսպես էր, հիմա այսպես է։ Շատ լավ կլինի։ Շնորհակալ եմ շատ, սիրելի արտադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ уролог Գևորգ Գրիգորյանն էր։ Եվս մեկ անգամ տեղեկացնեմ, որ սպասարկումն ապահովել է Արփինկա Բյութին, որը գտնվում է Ծովակալի Սակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։